Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության անբաժան ու կարևոր մասն են կազմում հայկական գորգերը։ Ըստ հնագիտական պեղումների Հայաստանում գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն եւ գեղեցիկ ու ինքնատիպ ավանդույթներ։ Գորգը ինքնըստինքյան մի այն տեսակի երևույթ է, որը դժվարությամբ է դիմանում ծանր, դժվար կամ վատ կլիմայական պայմաններին եւ հենց դրա համար էլ շատ չնչին ուրեմն նմուշներ են պահպանվել մինչև մեր օրերը։ Իդեպ ամենահնագույն գորգը, որը հասել է մինչև մեր ժամանակները, դա մոտ 2500 տարվա պատմություն ունեցող գորգ է, պահվում է Լենինգրադի Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, հայտնաբերվել է Ալթայից, Լեռնային Ալթայի պեղումներից, բայց իրականում դա հայկական գորգ է եւ այդպես են կարծում ուսումնասիրողների միստվար մասը։ Ընդ որում ասելու համար էլ միանգամայն իրական հիմնավորումներ կան, գործված է հայկական հանգույցով, գործված է Արարատյան դաշտի որդան կարմիրով, ավելի ճիշտ օգտագործված են Արարատյան դաշտի որդան կարմիրից ստացած ներկանյութերը, իսկ գեղազարդման համակարգն էլ միանգամայն համահունչ է վաղ հայկական գեղազարդման արվեստին, մասնավորապես Վանի կամ ուրարտական ուրեմն մշակույթին, բոնու որմնանկարներից որոշ հատվածներ կարելի է հստակորեն նկատել։ Հայկական գորգագործության կենտրոններից է եղել նաև Սևանա լճի ավազանը, այդ են վկայում ավազանի բրոնզեդարյան դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերված գորգերի մնացորդները, գրավոր եւ պատմական այլ սկզբնախյուրներ։ Հայոց գորգագործական մշակույթի կենտրոններից մեկն էլ եղել է Սևանի ավազանը։ Ընդ որում վաղ նմուշների մասին խոսելուց, երբ որ խոսում ենք ընդհանրապես հայոց գորգագործական մշակույթին վերաբերող վաղ նմուշների մասին, մենք չենք մոռանում, որ հենց Սևանի ավազանի բնակատեղիներում կատարված պեղումներից նույնպես հայտնաբերվել են նմանօրինակ, ավելի ճիշտ է գորգագործական մշակույթին վերաբերող որոշակի առարկաներ։ Այստեղ խոսքը առաջերտին վերաբերում է Լճաշենի դամբարանից հայտնաբերված հայտնի այդ սայլի ուրեմն պատկերներից մեկին, որտեղ փաստորեն ձիաթամբի ծածկոց է պատկերված, իսկ դա նույն ինքը գորգագործական մշակույթին վերաբերող կամ գորգերին առավել մոտ կանգնած գործվածքի մի տեսակ է։ Հետագայում եղած գորգագործական մշակույթի մասին պատկերացում կազմելու համար ասենք կարելի է դիտարկել Նորատուզի ուրեմն խաչքարերի դաշտը, խաչքարերը եւ նկատել, որ դրանց վրա կան գորգապատկերներ, որոնց շուրջը նստած են ուրեմն մարդիկ, վերջի ինչ-որ սեղանատիպ բաներ են դրանք հենց գորգապատկերներ, գորգեր են, որոնք իրենց, այսպես ասած, թեկուզ եւ շատ գծայնացված, չափազանց գծայնացված տեսքով կարողանում են որոշակի պատկերացում տալ տվյալ ժամանակաշրջանի, ներկա դեպքում 14, 16, 17-րդ դարերում Սևանի ավազանում գոյություն ունեցած գորգերի գեղազարդման մանրամասների մասին։ Թագավորական գահավորակների անբաժան մաս, բանակցություններ վարելու տարածք, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նպաստող թանկարժեք նվեր, հարսի օժիտ, վաճառվող ապրանք, թաղման արարողակարգին ուղեկցող իր։ Հայկական գորգը խորարմատներ է ձգել մեր ժողովրդի մշակույթում, ժամանակի ընթացքում դառնալով նրա կենցաղի անբաժան մասը։ Գորգը եղել է ճիսապաշտամունքային բնույթի առարկա։ Շատ չխորացանք այդ հարցում, օրինակներ չբերեցինք այդ գծով, բայց արդեն քանի որ առիթ եկավ, ասեմ, որ օրինակ գորգը համարվել է թագավորական գահի գահավորակի անբաժան մասը։ Թագավորը բացմել է ուրեմն գորգին, դա համարվել է պաշտպանված տարածք, վստահելի տարածք։ Մի մոռացեք, որ մեր էպոսում Սասունցի դապտին Մսրա Մելիքը հրավիրում է նստել գորգացածք, ուրեմն այդ փոսին գորգը վստահելի տարածք է, ցանկացած դեպքում կնստեին այնտեղ առանց մտածելու, որ ինչ-որ մեկը կարող է հանկարծ իրեն սխափի։ Ուրեմն դա այդ տարածքն է, դա վստահելի տարածք է, այդտեղ կյանք ստեղծելու տարածքն է, եւ այս առումով իզուր չի, որ օրինակ Նորաբանքի այդ կենտրոնական տիմպաններից բարավորի վրա պատկերված աստվածածինը նստած է հենց գորգի վրա, գորգացած գահավորակի վրա։
Ավելին մենք ունենք վկայություններ, գրավոր վկայություններ, եւ Թուրք Ուղեդիր Չելեբին է այս մասին ասում, Էվլիա Չելեբին, որ լինելով Էջմիածնում 1620-ական, 30-ական թվականների մի քանի անգամ են այդ տարածքով անցել, նա ուրեմն նկատել է, որ Մերոն էփի կաթսան դրված է գորգի վրա, կրակն էլ վառվում է, բայց այդ գորգին ոչ մի բան չկա։ Եվ նա հարցնում է, մարդը հարցնում է, թե ոնց կլինի, ինչ կլինի, եւ նրան հետո բացատրում է, որ այդ գորգը սրբազան գորգ է, դրա վրա ծնվել է Հիսուս Քրիստոսը, դրա վրա կենթանացրել են մահացածներին, այնպես որ դրան վարվել չկա, դա մեր եկեղեցու ուրեմն Էջմիածնի վանքի սրբություններից մեկն է։ Եվ երբ որ մենք սա կապում ենք թաղման ծեսի ժամանակ եւ հարցանյաց ծեսի ժամանակ օգտագործվող գորգերին, մենք գալիս ենք այն եզրակացության, որ իրոք ի սկզբանե գորգը ծիսապաշտամունքային առարկա է, որ դա եղել է մի սրբազան տարածք, որտեղ ամեն մեկը չի որ իրավունք պիտի ունենար իր ոտը դնել։ Գորգագործությունը տարածված կիրառական արվեստ է Արևելքում, սակայն մեր ժողովուրդը կարողացել է այն հասցնել կատարելության։ Գորգը գործելու յուրօրինակ եղանակը միայն հայկական լեռնաշխարհին հատուկ ներկանյութերի գործածումը, իմաստային խոր բավանդակություն ունեցող զարդանախշերը էապես առանձնացնում են հայկական գորգերը մյուսներից։ Հայոց գորգերում նախշը, զարդը անպայման ինչ-որ իմաստ ունեցել է եւ հիմա էլ ունի։ Այլ հարց է, թե դա մենք ինչքանով կարող ենք այսօր մեկնաբանել կամ բացահայտել դրա նշանակությունը։ Չնայած որոշ դեպքերում շատ լավ էլ բացահայտվում է, օրինակ վիշապագորգերի առումով, այստեղ մենք ունենք խնձորեսկ տիպի վիշապագորգերը, դրանք նույնպես բնորոշ են եղել Սևանի ավազանի եւ հատկապես այս տարածքի եւ Վարդենիսի ուրեմն գորգագործական կենտրոններին, Սոտքին հատկապես գորգագործական կենտրոններին, ինչ են դրանք իրենից ներկայացնում։ Դրանց նայելուց արդեն իսկ ակնհայտորեն ցանկացած դիտող կտեսնի, որ դա ինչ որ մի բան արտահայտում է, որովհետև կենտրոնում արևի խորհրդանշանն է, որևէ խորհրդանշան, մի դեպքում սվաստիկայի տեսքով, կերխաչի տեսքով, մի դեպքում ասենք դա կարող է լինի աստղազարդ սովորական կամ որևէ մեկ այլ արևի խորհրդանշան։ Եվ դա շրջափակված է լինում վիշապի ոճավորված պատկերներով։ Դրանք որպես կանոն այդ տիպի գորգերում 8 հատ են լինում։ Այդ 8 հատ ուրեմն շրջափակում են արևին, իսկ արևը ինչպես գիտեք, բարի, այսպես ասած, արգասավորության, կյանքի հավերժության գաղափարը ներկայացնողն է, վիշապներն էլ համենայն դեպս, եթե մենք դատենք քրիստոնեական, ուրեմն այսպես ասած պատկերացումներով չարի խորհրդանշանն են, այսինքն ստացվում է այդտեղ չար եւ բարի ուժերի հակամարտությունն է այդտեղ ներկայացված։ Եվ հետաքրքիրն է, որ նաև այդտեղ ներկայացվում է, թե այդ պայքարի վերջո ինչով է ավարտվում։ Եվ դա շատ հետաքրքիր ձևով է ներկայացված։ Ուրեմն այդ ամենը, որոնք որ պատկերված են շրջանակում, շրջանակից դուրս, շրջանակի անկյուններից դուրս պատկերում են կենաց ծառեր։ Կենաց ծառը գիտեք, որ կյանքի հավերժությունն է ցույց տալիս։ Այսինքն այդ պայքարը այսպես թե այնպես ավարտվում է բարի ուժերի հաղթանակով։ Խնձորեսկ տիպի գորգերից բացի Գավառի երկրագիտական թանգարանում պահվում են նաև այլ տիպի գորգեր։ Դրանցից մեկը պատկանում է Գոգովիտ տիպին։ Գորգերի այս տիպը Սևանի ավազանում արմատավորվել է 19-րդ դարի 70-ից 80-ական թվականներին, երբ Մեծ Հայքի Այրարատ նահանգի պատմական Գոգովիտ գավառի բնակչության մի մասը վերաբնակեցվեց Գեղարքունիքում։ Գոգովիթի գորգը հետևյալ առանձնահատկություն ունի։ Նա գեղազարդված է երկու խոշոր սյունաձև հորինվածքով։ Այդ հորինվածները ես կոչում եմ երկայնաձիգ, ուրեմն բազմանիստ հորինվածներ, դրանք երկու հատ են այդ գորգի վրա, եւ դրանք հենց դրա հիմնական բնորոշիչներն են, ընդ որում ասեմ, որ դա ավելի ճիշտ դժվար է ասել, թե այդ տիպը հենց միայն այնտեղից եկավ, նոր հին Բայազետից եկավ, Գոգովիտից եկավ, թե դրա տարբերակները այստեղ էլ կային, որտեղ առանձնապես իրարից շատ կտրված չեն եղել, ես ասեմ, որ վասպուրականի հյուսիս արևելյան գավառները, գորգագործական կենտրոնները չափազանց սերտ աղերսների մեջ էին Սյունյաց եւ Արցախի գորգագործական կենտրոններին, այնպես որ եթե նույնիսկ, այսինքն դա մենք այդպես էլ գիտենք, որ տվյալ տիպը, որի մասին խոսում ենք, այստեղ է հասել ուրեմն Գոգովիտից, Բայազետից, բայց եթե նույնիսկ
մի քիչ էլ ավելի խորքը գնանք, շատ հնարավոր է, որ դրա տարբերակները մինչ այդ էլ գոյություն ունեցած լինեին Արցախում եւ Սյունիքում։ Սա ես պատահականորեն չեմ ասում, որովհետեւ օրինակ Արցախում ջրաբերդ եւ ուրեմն գարդման գավառներում, գարդմանի գորգագործական կենտրոններում կան դրա տարբերակները։ Տարբերակ կեմ ասում, որովհետեւ դրանք իրենց ուրեմն եւ չափերով եւ ներկայացման առանձնահատկություններով ունեն իրենց տարբերությունները Կոկովիտի ուրեմն այդ գորգի նկատմամբ։ Գլաձոր տիպի գորգը բնորոշվում է յուրօրինակ հորինվածքով։ Դրա հիմնական տարրն է շաղանկյունաձև զարդը, որի գագաթները պսակվում են ծաղկանախշով, իսկ կողքերին առկային մեկական պատկերներ։ Նաև տարբերակվում են կենաց ծառ նախշով ջեղազարդվածները, բուսական, ուրեմն կա այս տեսակի մի գորգ, դա գլաձոր ուրեմն գորգն է, դրան ֆերրահան, պարսիկները դրան ֆերրահան են ասում, որոնք այստեղ տարբերակվում են իրենց կատարման տեխնոլոգիաներով եւ գունային լուծումներով։ Ամենայն դեպս հարցին պիտի նայենք, մոտենանք նաեւ մեկ այլ տեսանկյունից, ի վերջո Սևանի ավազանի մասին, եթե մենք մանրամասնորեն խոսենք, այստեղ մենակ Կոկովիտը կամ Բայազետը չեն, այստեղ շատ այլ ուրեմն տարածաշրջանները ներկայացնող ավանդույթներ կան, ինչպես խոսքիս մեջ արդեն ասել էի, Ալաշկեր, Տարոն, չէ, բարձր հայկից եկածները, որոնք ամեն մեկն էլ իրենցը բերել են այստեղ։ Եվ դեռ դրանից հետո հասկանալի է, որ նրանք որոշակի ազդեցություններ պետք է տեսած, կրած լինեին հարևան արդեն այդ շփումների արդյունքում պետք է ուրեմն լրացումներ ստացած լինեին հարևան գորգագործական կենտրոններից, կրկին Արցախից եւ Սյունիքից։ Ինքնատիպ հորինվածքով առանձնանում են նաև փառակա տիպի գորգերը։ Կենտրոնի գորգը տիպաբանված է փառակա անունով, փառական Ագուլիսի ջուղերից մեկն է գորգագործական մշակույթի նշանավորագույն կենտրոն, որտեղից հայտնի է նաև այս տիպի գորգերի լավագույն նմուշները ընդհանրապես Նախիջևանի կողմերում այս տեսակի գորգեր շատ են եղել, բայց այդ տեսակի ասելով մի քիչ ես ոնց որ թե այնքան էլ ճիշտը չեմ ասում, որովհետև այս տեսակը, կոնկրետ այս տեսակը այդ խմբի, փառակա կոչված խմբի ենթատիպերից մեկն է։ Այն իսկական տիպը, որը որ հենց աշխարհում մեկ դղրդում է եւ իր ջեղազարդման առումով եւ իր գունային լուծումներով, նա չափազանց, այսպես ասած, հետաքրքիր ուշագրավ տիպ է եւ բնորոշ եղել ուրեմն ոչ միայն Նախճիվանին իմիջայլոց, այլ նաեւ այս տարածաշրջաններին ուղղակի այստեղ ցուցադրվածը սա է։ Ինչով է տարբերում այդ ասածս։ Նրանք սովորաբար լինում են մեկ հորինվածքով, տեսեք, սա մի ինչքան է 4 թե 5 4 հորինվածք են, նա լինում է սովորաբար մեկը այդ խոշոր հորինվածքների մասին է խոսքս, ավելի մեծ չափով բնականաբար եւ լրացված շատ հետաքրքիր, այսպես ասած, մետահղացումներով, օրինակ աստղազարդերով, այսպես շրջանակների մեջ առնված։ Մի խոսքով նա շատ հետաքրքիր է լինում։ Այս գորգի մեջ գորգի ջեղազարդման համակարգում իմիջայլոց շատ հետաքրքիր է այդ բարի տեսարանը, որը տեսեք ինքնըստինքյան նույնպես շատ հեռուն գնացող այսպես ասած զրույցի թեմա կարող է դառնա եւ դա այդ տեսակի տեսարաններ ներկայացնելը նույնպես պատահականություն չի եւ նույնպես եզակի չի, ընդհանրապես նման բաներ հայոց գորգագործական բոլոր կենտրոններում էլ կան։ Իմաստային հատուկ բովանդակություն են արտահայտել գորգերից մեկի վրա պատկերված օծագալար նախշերը։ Ինքը օծագալար նախշը նույնպես ծիսապաշտամունքային բնույթ ունեցողներից է եւ նման գոտին արդեն իսկ չարախափան նշանակություն ունեցող է։ Այսինքն այդ գոտին կոնկրետ այդ զարդանախշը, այդ պատճերով գոտին այսպես ավանդաբար նկատվել է որպես չարախափան, իսկ այդ դեպքում ինչա նշանակում, նշանակում որ գորգի կենտրոնը խոսքի կոնկրետ այդ գորգի մասին չի, որ գորգադաշտը ազատված է չար ուժի ներգործությունից։ Ազգագրագետի կարծիքով տարբեր տիպերի գորգերի առկայությունը Սևանի ավազանում մասամբ բացատրվում է նրանով, որ ավազանը սերտ կապերի մեջ է եղել հայոց գորգագործության կենտրոններ Վասպուրականի, Սյունիքի եւ Արցախի հետ։ Ընդհանրապես հայոց գորգերի անվանումների 99%-ը միջազգային գրականության մեջ թուրքական կամ չգիտես էլի ինչական է եւ հասկանալի է որ դա միտումնավոր է արված։ Վերջի ուրեմն տարիներին փորձ ենք անում
մենք ինքներս ստիպաբանել մեր գորգերը եւ տալ դրանց, այսպես ասած, ողջախոհության սահմաններում, ամենայն դեպս ողջախոհության սահմաններում դրանք պետք է լինեն հայեցի անվանումներ։ Հայոց պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու եւ այն որպես թուրքական կամ ադրբեջանական ներկայացնելու մեր հարևանների գործելավոճը հայկական գորգերի պարագայում անվանափոխմամբ չի սահմանափակվում։ Չկա կոնկրետ հաստատություն, որը ի վիճակի կլիներ այդ հարցերով զբաղվել։ Ընդ որում ասեմ, որ այդ հաստատությունը չկա, ինչ անկախացել ենք այդ պահից։ Նախքան անկախանալը եղել է։ Ամենայն դեպս 1981 թվականին Հայաստանի ազգագրության պետական թանգարանում ստեղծվել էր գեղարվեստական գործվածքի բաժին, որի ուրեմն հիմնական մասը հենց գորգով էր զբաղվում։ Այդ թվականներին նաև Հայաստանի կառավարությունը հատուկ որոշում էր կայացրել Հայաստանում գորգի թանգարան կառուցելու, ստեղծելու մասին, վաղ շաբաթում պետք է դա լիներ։ Դա այնքան ուրեմն իրական էր, որ նա արդեն սկսվել էր, շենքը պիտի վերակառուցվեր, եւ դա արդեն սկսված էր, գործը բավականին լայն, այսպես ասած, ճակատով առաջ էր գնում, հավաքել էինք այդ թանգարանում, ազգագրության թանգարանում գորգերի մի հսկայական հավաքածու 2000-ից ավել գորգ։ Քան գորգ հիմա այնտեղ կա հենց գորգի թանգարան ստեղծելու ակնկալությամբ։ Եվ այդ ամեն ինչը կառավարության տված միջոցներով միլիոնավոր ռուբլիներ էր ծախսվել։ Այդ բարձ պատկերացումով, որ դա կարևոր է, որ գորգագործական մշակույթը գորգը ինքնըստինքյան, ինչպես որ ասեցի մեզ կարճ շատև զրույցի ընթացքում, գորգը որ դա երկրորդական մի բան չէ, որ դա այսպես ասած մշակութային, պատմամշակութային կարևոր ժառանգություն է, որին պետք է դեր կանգնել, հակառակ դեպքում ուրիշները վարքենաբար կտանեն ու տարել են։ Այդ Ադրբեջանում 12 հատ կա։ 11 հատը ունեցել են, կառուցել են կամ ստեղծել են անկախանալուց հետո։ Սա հատուկ շեշտում եմ, հարգելիներս, մենք անկախանալուց հետո մեր ունեցածը թողել ենք, չենք շարունակել։ Նրանք անկախանալուց հետո իրենց մեկին ավելացրել են 11-ը, 13-րդը շահագործման կհասվի դեկտեմբերին Բաքվում։ Մի հսկայական շինություն է, մի հսկա վիթխարի շինություն։ Հասկանալի է։ Մեր մոտ հաստատություն չկա, մեր մոտ բաժին չկա գորգի նույնիսկ։ Գորգագործական հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում արվեստի տվյալ ճյուղի զարգացման հնարավորությունները նույնպես նպատակահարմար կերպով չեն օգտագործվում։ Գորգի շուկայում ընդհանրապես պահանջարկը բավականին նվազած է, դա 1/2-ը մեր մոտ գորգերի ինքնարժեքը մի քիչ ավելի բարձր է ստացվում, քան ասենք ուրիշ երկրներում, ուրիշ երկրները դուք գիտեք, ասենք Իրան, Նեպալ, Պակիստան եւ այլն, որտեղ աշխատուժը մի 10 անգամ ավելի ցածր է, քան մեր մոտ։ Եթե մեր մոտ 1 քառակուսի գորգին տալիս են, միջինը ասեմ, եթե չեմ սխալվում, իհարկե $50, այսինքն 50-60 հազար դրամ 1 քառակուսի մետրին, ապա այդ թվարկածս երկրներում այդ տեսակի թվեր չկա, նրանց շատ չնչին գումարներ են տալիս եւ բնականաբար ինքնարժեքն էլ պակաս է լինում։ Այդ պատճառով, նաև այդ պատճառով է, որ մեր մոտ արտադրությունը, ասենք 10 տարի առաջվա համեմատությամբ նկատելիորեն կամ մի քանի անգամ ընկած է։ Իսկ այն, որ Սևանի ավազանում գորգագործական մշակույթի զարգացման չափազանց մեծ հնարավորություններ կան, դրանում կարծում եմ ոչ մեկը չի կարող վիճարկի։ Այս տարածաշրջանում է, որ բուծվում է գորգի համար լավագույն բուրդ տվող ոչխարը, ոչխարի տեսակը, բալբաս ցեղը, հենց իսկական այն բրդի հումքն է, այն բուրդ տվող ոչխարն է, որը վաղուց ավանդաբար հայտնի է եղել։ Ըստ Աշխույն Պողոսյանի հայկական գորգը հարատևելով պատմության մեջ այսօր ներկայանում է որպես մեր ժողովրդի հոգեբանությունն ու աշխարհայացքային պատկերացումները արտահայտող ազգային խորհրդանիշ։ Նա համոզված է, որ առկա դժվարությունները ժամանակավոր են եւ հենվելով գորգագործական հարուստ ավանդույթների վրա ստեղծագործ հայը ապագայում նոր իմաստ ու հնչեղություն է հաղորդելու ազգային արվեստին։